Հեղինակավոր շքեղ երեկույթում Էմման խեղդվում է ճնշող միջավայրից, մինչ նրա ամուսինը՝ Դանիելը, հաջողակ գլխավոր տնօրենի պաշտոնում, նրան նվաստացնում է ուրիշների առաջ։ Այն, ինչ թվում էր կատարյալ երեկո, վերածվում է մղձավանջի, երբ նա անցնում է բռնության սահմանը։ Նրա եղբոր, Էթանի, հզոր մարդու ժամանումը հավերժ փոխում է խաղի կանոնները։ Եթե այս պատմությունը ձեզ հետաքրքրեց, մի մոռացեք բաժանորդագրվել մեր ալիքին, ասեք, թե որ քաղաքից եք մեզ դիտում, մենք շարունակում ենք։ Խոստանում եմ, որ սա կլինի լավագույն պատմությունը, որ երբեք կլսեք ձեր կյանքում։ Բյուրեղապակյա ջահերի ոսկեգույն լույսն արտացոլվում էր սրահի փայլեցված մարմարի վրա, ստեղծելով տեսողական տեսարան, որը կտպավորեր ցանկացած մարդու։ Սանի յախտա ակումբն այդ շաբաթ երեկո լի էր երանյան էլիտայով, որը հավաքվել էր իր բացառիկ տոնակատարություններից մեկի համար։ Ծիծաղները արձագանքում էին սպիտակ սյուների միջ, մինչ մատուցողները շրջում էին ֆրանսիական շամպայնի նրբաճաշակ կանապեների սկուտեղներով։ Սա այն տեսակի միջոցառումն էր, որտեղ հայտնվելը նույնքան կարևոր էր այդ մարդկանց համար, որքան շնչելը։ Ելենան հարմարեցրեց իր մուգ կապույտ մետաքսե զգեստը 5 րոպեի ընթացքում երրորդ անգամ։ 6 ամսական հղի էր, զգում էր գործվածքի յուրաքանչյուր սանտիմետրը ձգված իր փորի վրա, կարծես զգեստը պնդում էր հիշեցնել նրան, որ ինքն այլևս չէր պատկանում կատարյալ արտաքինի այդ աշխարհին։ Սրահի շոկը խեղդող է։ Նույնիսկ օթորակիչի առավելագույն հզորությամբ աշխատելու դեպքում։ Շուրջը գտնվող կանանց խիտ օծանելիքը խառնվում էր ներմուծված ծաղկային կոմպոզիցիաների բույրի հետ, ստեղծելով մի մթնոլորտ, որը նրան թեթակի գլխապտույտ էր առաջացնում։ Նրա կողքին Ֆիլիպը աշխույժ զրուցում էր գործարարների մի խմբի հետ։ Նրա ամուսինը միշտ իմացել էր, թե ինչպես ներկայանալ հանրությանը։ Բարձրահասակ, լայն ուսերով հետ սանրված մուգ մազերով նա վստահություն էր արտահայտում։ Որպես երկրի խոշորագույն տեխնոլոգիական ընկերություններից մեկի գործադիր տնօրեն, Ֆիլիպ Թավարյանը հարգված հիացած անձնավորություն էր։ Նրա ժպիտը հաշվարկված էր, նրա խոսքերը ընտրված վիրաբուժական ճշգրտությամբ։ Նա հստակ գիտեր, թե ինչ ասել, երբ ասել։ Ելենան, ընդհակառակը, իր կողքին ավելի ու ավելի փոքր էր զգում իրեն։ Մի քանի անգամ փորձեց մասնակցել զրույցին, բայց Ֆիլիպը ընդհատում էր նրան արագ հայացքով, ուրիշների համար գրեթե աննկատ, բայց որը նա լավ էր ճանաչում։ Դա այն հայացքն էր, որն ասում էր լուռ մնալ, չմիջամտել, պահը չփչացնել։ Այսպիսով, նա կանգնած էր այնտեղ, ստիպ։ Վատ ժպիտով շուրթերին, մինչ զգում էր մեջքի ցավը ուռած ոտքերի բողոքը բարձրակրունկների մեջ, որոնք Ֆիլիպը պնդել էր, որ նա հագնի։ Հղիությունը պլանավորված չէր։ Իրականում, Ֆիլիպի հետ իր կյանքում ոչինչ, կարծես, իր կողմից պլանավորված չէր։ Նա նրան ճանաչել էր 3 տարի առաջ, նմանատիպ կորպորատիվ միջոցառման ժամանակ։ Նա աշխատում էր որպես ճարտարապետ միջին չափի ընկերությունում, նա այնտեղ էր, ներկայացնելով անշարժ գույքի նախագծով հետաքրքրված ներդրողներին։ Ֆիլիպը ինտենսիվորեն սիրահետում էր նրան, ծաղիկներ ամեն օր, ընթրիքներ թանկարժեք ռեստորաններում, հանգստյան օրերի ուղղորություններ։ Նա իրեն հատուկ զգաց կյանքում առաջին անգամ, կարծես վերջապես ինչ-որ մեկը նրան իրականում տեսնում էր։ Նրանք ամուսնացան 8 ամիս ժամադրությունից հետո։ Մեղրամիսը Փարիզում էր։ Ամեն ինչ հեքիաթ էր թվում, մինչ որ այլս այդպես չէր։ Փոփոխությունները սկզբում նուրբ էին։ Ֆիլիպը սկսեց առաջարկել, որ նա տարբեր հագուստներ կրի, որ մազերի սանրվածքը փոխի, որ գուցե ավելի լավ լինի, որ նա այդքան շատ չաշխատի։ Ամուսնությունից 1 տարի անց Ելենան թողել էր իր աշխատանքը։ Ֆիլիպը պնդում էր, որ իրենց պետք չէ նրա գումարը, որ ավելի լավ կլինի, որ նա հոգ տանի տան մասին, որ շուտով երեխաներ կունենան, նա պետք է հասանելի լինի։ Նա համաձայնեց, ինչպես միշտ համաձայնում էր։ Այժմ, հղի ամբողջովին նրանից կախված, Ելենան իրեն ոսկե վանդակում էր զգում։ Մատուցողը մոտով անցավ կանապեների սկուտեղով։ Ելենան ձեռքը մեկնեց մեկը վերցնելու համար, բայց Ֆիլիպը նրբորեն դիպավ նրա թին, մի ժեստ, որը ուրիշների համար քնքուշ կթվար։ Դու այսօր արդեն շատ ես կերել, չես կարծում։ Նա շշնջաց ցածր ձայնով, դեռ ժպտալով գործարարներին։ Հիշիր, թե ինչ ասաց սննդաբանը։ Ելենան արագ հետ քաշեց ձեռքը, ամոթից այտերի այրվելը զգալով։ Նա շատ չէր կերել։ Իրականում, նա հազիվ էր ճաշել, քանի որ Ֆիլիպն առավոտյան նկատողություն էր արել նրա քաշի մասին։ Բայց այնտեղ վիճելը տարբերակ չէր։ Երբեք չէր։ Րոպեները ձգվում էին։ Ելենան փորձում էր կենտրոնանալ շուրջ բոլորի զրույցների վրա, բայց ձայները հեռու էին թվում, խլացված իր ականջներում անընդհատ զնգոցով։
Գլխապտույտը վերադարձավ, այս անգամ ավելի ուժեղ։ Նա ետք է նստեր, պետք էր ջուր, պետք էր օդ։ Ֆիլիպ, շնջաց նա ցածր ձայնով, թեթակի դիպչելով նրա թին։ Ես վատ եմ զգում։ Նա նույնիսկ չնայեց նրան։ Պարզապես շարունակեց զրուցել, կարծես նա ոչինչ չէր ասել։ Ֆիլիպ, կրկնեց Ելենան, այս անգամ մի փոքր ավելի բարձր։ Խնդրում եմ, ինձ պետք է նստել։ Վերջապես նա շրջվեց դեպի նա, բայց հայացքը մտահոգված չէր։ Դա գրգռվածություն էր։ Նա արագ ներողություն խնդրեց գործարարներից, քաշեց նրան մի կողմ, նրա թը բռնելով ավելի ուժեղ, քան անհրաժեշտ էր։ Ինչ է հիմա, Ելենա։ Գլխապտույտ ունեմ։ Ինձ պետք է մի փոքր նստել։ Դու միշտ հոգնած ես, միշտ ինչ-որ խնդիր ունես։ Նա շուրջբոլորը նայեց, ստուգելով, թե արդյոք ինչ-որ մեկը ուշադրություն է դարձնում իրենց։ Չես կարող մի քանի ժամով ինքդ քեզ հավաքել։ Շատ բան եմ խնդրում։ Բառերը Ելենային հարվածեցին ինչպես բռունցք։ Նա արագ թարթեց աչքերը, պայքարելով արցունքների դեմ, որոնք սպառնում էին թափվել։ Ներողություն։ Ես պարզապես մի փոքր ջուր եմ ուզում։ Ֆիլիպը հառաչեց, կարծես նա անտանելի բեռ լիներ։ Ապա գնա ջուր բեր։ Եվ ուղղիր այդ կեցվածքը։ Դու անփույթ ես թվում։ Ելենան արագ գլխով արեց հեռացավ, զգալով նրա աչքերի այրող հայացքը իր մեջքի վրա։ Նա գնաց դեպի բարը, յուրաքանչյուր քայլը փոքր տանջանք իր ուռած ոտքերի համար։ Սրահն ավելի մեծ էր թվում, քան նախկինում, մարդիկ ավելի հեռու։ Երբ վերջապես հասավ բարին, նա հենվեց մուգ փայտե վաճառասեղանին, խորը շունչ քաշելով։ Բարմենը մեջքով էր կանգնած, շշեր դասավորելով։ Նա լուր սպասեց, փորձելով վերահսկել գլխապտույտը։ Բարի երեկո։ Կարող եմ օգնել։ Ելենան բարձրացրեց աչքերը։ Բարմենը շրջվել էր, մի պահ նա անշարժացավ։ Ինչ-որ բան ծանոթ կար նրա մեջ, ինչ-որ բան, որը նա չէր կարողանում նույնացնել։ Նա բարձրահասակ էր, բաց շագանակագույն մազերով, կանաչ աչքերով, որոնք կարծես ուշադիր ուսումնասիրում էին նրան։ Մի բաժակ ջուր, խնդրում եմ։ Իհարկե։ Նա վերցրեց մի բաժակ, լցրեց սառը ջրով, կիտրոնի շերտիկ դնելով։ Ահա։ Շնորհակալություն։ Ելենան մեծ կումերով խմեց ջուրը, զգալով, թե ինչպես սառը հեղուկը մի փոքր հանգստացրեց անհարմարությունը։ Բարմենը շարունակեց կանգնած մնալ, դիտելով նրան մի արտահայտությամբ, որը նա չէր կարողանում վերծանել։ Ամեն ինչ լավ է։ Նա հարցրեց, նրա ձայնի մեջ ինչ-որ բան կար, որը ստիպեց նրան լացել։ Նա պարզապես գլխով արեց, չվստահելով իր ձայնին։ Դատարկ բաժակը դրեց վաճառասեղանին, շրջվեց հեռանալու համար, բայց նրա ոտքերը չհնազանդվեցին։ Գլխապտույտը վերադարձավ ամբողջ ուժով, Ելենան զգաց, որ գետինն անհետանում է իր ոտքերի տակից։ Ամուր ձեռքերը բռնեցին նրան մինչ ընկնելը։ Բարմենը արագ շարժումով թռել էր վաճառասեղանի վրայով, հիմա պահում էր նրան։ Հանգստացեք։ Դուք պետք է նստեք։ Նա առաջնորդեց նրան մոտակա աթոռին, հեռու ամբոխից։ Ելենան նստեց, խորը շունչ քաշելով, փորձելով վերականգնել վերահսկողությունը։ Շնորհակալություն, շշնջաց նա։ Երբ եք վերջին անգամ ինչ-որ իրական բան կերել։ Հարցը նրան անակնկալի բերեց։ Ելենան նայեց նրան, այդ կանաչ աչքերին, որոնք կարծես տեսնում էին իր միջով։ Այս առավոտ։ Սուտ է։ Նա հանգիստ ասաց։ Դուք 6 ամսական հղի եք ակնհայտորեն թերսնված։ Երբ եք վերջին անգամ լիարժեք կերակուր կերել։ Ելենան զգաց, որ արցունքները վերջապես թափվեցին։ Ինչպես նա գիտեր։ Ինչպես կարող էր այդ անծանոթը տեսնել այն, ինչ ուրիշները անտեսում էին։ Չգիտեմ, խոստովանեց նա ցածր ձայնով։ Բարմենը դանդաղ գլխով արեց, կարծես հաստատել էր մի բան, որն արդեն կասկածում էր։ Նա վերցրեց մի ափսե, սկսեց դնել փոքրիկ բուտերբրոդներ մրգեր։ Կերեք։ Դանդաղ։ Ելենան դողացող ձեռքերով վերցրեց բուտերբրոդը, սկսեց ուտել։ Համը պայթեց նրա բերանում, նա հասկացավ, թե որքան էր սոված։ Ինչու եք ինձ հետ այդքան քնքուշ։ Նա հարցրեց գծելու ընթացքում։ Նա անմիջապես չպատասխանեց։ Պարզապես կանգնած էր նրա կողքին, որպես լուռ պահապան։
Ասենք, որ ես ճանաչում եմ նրան, ով օգնության կարիք ունի, երբ տեսնում եմ։ Ելենան վերջացրեց բուտերբրոդը, վերցրեց մեկ ուրիշը։ Առաջին անգամ ամիսների ընթացքում ինչ-որ մեկը հոգ էր տանում իր մասին, առանց որևէ բան ակնկալելու, առանց դատելու, առանց քննադատելու։ Ինչպե՞ս է ձեր անունը։ Նա հարցրեց։ Բարմենը մի պահ վարանեց։ Կարող եք ինձ Գաբրիել անվանել։ Գաբրիել։ Ելենան կրկնեց անունը, հարմարավետության տարօրինակ զգացում ունենալով։ Սրահի մյուս կողմում Ֆիլիպը աչքերով փնտրում էր նրան, դեմքը սկսու մեր անհամբերության նշաններ ցույց տալ։ Ֆիլիպը Ելենային գտավ բարի մոտ նստած, ուտելով այն ափսեից, որը բարմենը պատրաստել էր։ Նրա աչքերը մի պահ նեղացան, բայց նա արագ վերականգնեց արտահայտությունը նախքան մոտենալը։ Ամուր քայլերն արձագանքում էին մարմարի վրա, մինչ նա անցնում էր սրահով, ժպտալով բարելով ծանոթներին ճանապարհին, պահպանելով այն կատարյալ դիմակը, որը նա այդքան խնամքով էր մշակում։ Ելենա, ինչ ուրախություն է ձեզ այստեղ գտնելը։ Նա բարձր ջերմ տոնով ասաց, երբ մոտեցավ, բայց նրա ուսին դրված ձեռքը չափազանց ուժեղ էր։ Ես ձեզ էի փնտրում։ Գաբրիելը դիտում էր տեսարանը չեզոք արտահայտությամբ, բայց նրա կանաչ աչքերը զգոն էին, ուսումնասիրելով Ֆիլիպի յուրաքանչյուր շարժումը։ Ներողություն, Ֆիլիպ։ Ես վատ էի զգում, ջուր բերելու էի եկել։ Ելենան արագ բացատրեց, ձայնը նախատեսվածից ավելի ցածր դուրս գալով։ Դու պետք է ինձ տեղյակ պահեիր։ Ես քեզ հետ կգայի։ Ֆիլիպը ժպտաց, բայց նրա ուսի վրա սեղմումը մի փոքր ուժեղացավ։ Լավ չէ, որ դու այստեղ մենակ ես մնում։ Նա մենակ չէ։ Գաբրիելը հանգիստ միջամտեց վաճառասեղանի մյուս կողմից։ Նա պարզապես վերականգնվում էր գլխապտույտից։ Հղիությունը կարող է դժվար լինել։ Ֆիլիպը շրջվեց դեպի բարմենը, աչքերով գնահատելով նրան գլխից մինչ ոտք։ Նրա դեմքի արտահայտությունը նրբորեն փոխվեց, դառնալով ավելի սառը։ Շնորհակալ եմ հոգատարության համար, բայց ես կարող եմ հոգ տանել կնոջս մասին։ Նա ասաց մի ժպիտով, որը չէր հասնում աչքերին։ Արի, Ելենա։ Մեզ մարդիկ են սպասում։ Ելենան սկսեց վեր կենալ, բայց Գաբրիելը մի բաժակ նարնջի հյութ դրեց վաճառասեղանին, նրա դիմաց։ Նախ վերջացրեք սա։ Ձեզ արյան մեջ շաքար է պետք։ Ֆիլիպը վերցրեց բաժակը, հեռացրեց այն։ Նա լավ է։ Շնորհակալություն ուշադրության համար։ Օդում լարվածությունը շոշափելի էր։ Գաբրիելը մի պահ հայացքը հառեց Ֆիլիպի վրա, որը թվում էր, թե երկար ժամանակ է ձգվում։ Այդ հայացքում ինչ-որ բան կար, որը Ֆիլիպին անհանգիստ զգացրեց, թե նա չէր կարողանում հստակ նույնացնել, թե ինչ։ Կարծես բարմենը կարող էր տեսնել նրա խնամքով կառուցված դիմակի միջով։ Իհարկե։ Գաբրիելը վերջապես ասաց, մեկ քայլ հետ քաշվելով։ Պարզապես իմ աշխատանքն եմ անում։ Ֆիլիպը Ելենայինա առաջնորդեց դեպի սրահ, նրա մեջքին ամուր սեղմելով ձեռքը։ Երբ բարից բավականաչափ հեռու էին, նա կռացավ, շշնջաց նրա ականջին։ Ինչ էր այդ տեսարանը։ Հիմա թիմի հետ ընկերություն ես անում։ Նա քնքուշ էր։ Ես վատ էի զգում։ Դու միշտ վատ ես զգում, Ելենա։ Միշտ ինչ-որ պատրվակ ունես ուշադրություն գրավելու համար։ Նա կանգ առավ ավելի մեկուսացված անկյունում, շրջելով նրան դեպի իրեն։ Գիտես, թե այս գիշերն ինչքան կարևոր է ինձ համար։ Ես այստեղ ներդրողներ ունեմ, մարդիկ, ովքեր կարող են միլիոնների գործարքներ կնքել կամ քանդել։ Եվ դու այնտեղ ես բարում, ուտելով, կարծես 5-րդ կարգի բուֆետում լինեիր։ Արցունքները սպառնում էին վերադառնալ, բայց Ելենան զսպեց դրանք։ Նա սովորել էր չլացել Ֆիլիպի առաջ։ Դա պարզապես ավելի էր գրգռում նրան։ Ներողություն։ Ներողությունը ոչինչ չի լուծում։ Նա ուղղեց իր փողկապի հանգույցը, վերականգնելով ինքնատիրապետումը։ Հիմա վերադառնանք այնտեղ, դու կժպտաս, կպահես քեզ պատշաճ կերպով, կդադարես ինձ ամոթանք տալ։ Հասկանում ես։ Այո։ Հիանալի է։ Նա նորից ժպտաց, կարծես ոչինչ չէր պատահել։ Արի գնա։ Հաջորդ ժամերը լուռ տանջանք էին Ելենայի համար։ Նա շրջում էր սրահով Ֆիլիպի կողքին, ժպտալով, երբ անհրաժեշտ էր, քաղաքավարի գլխով անելով մարդկանց, ում անունները հազիվ էր հիշում։
Նրա ստամոքսը խառնվում էր ոչ միայն հղիության պատճառով, այլ մշտական նվաստացումից, որը նա զգում էր ամեն անգամ, երբ Ֆիլիպը նրան ուղղում էր հայացքներով կամ նուրբ հպումներով, որոնք ոչ ոք չէր նկատում։ Մի անուշադիր պահի, երբ Ֆիլիպը տարված էր ստարտափներում ներդրումների մասին զրույցով, Ելենան թույլ տվեց իր աչքերին թափառել սրահում։ Նա նորից գտավ Գաբրիելին բարի հետում, սպասարկելով այլ հյուրերի։ Կարծես զգալով նրա հայացքը, նա բարձրացրեց գլուխը, նրանց աչքերը մի պահ հանդիպեցին։ Այդ հայացքում ինչ-որ բան կար, որը նրան ստիպում էր զգալ, որ իրեն տեսնում են, իրականում տեսնում են, առաջին անգամ երկար ժամանակ անց։ Մատուցողն անցավ շամպայն առաջարկելով։ Ֆիլիպը վերցրեց 2 բաժակ, մեկը տվեց Ելենային։ Ոչ, շնորհակալություն։ Հղի կինը չպետք է խմի։ Պարզապես բռնիր բաժակը, Ելենա։ Նա ատամների արանքից ասաց, պահպանելով ժպիտը։ Ավելի լավ է ռում լուսանկարներում։ Նա ընդունեց բաժակը, բռնելով այն առանց խմելու։ Եվս մեկ կատարում, մեկ դեր, որը պետք է խաղար։ Հաջողակ գործադիր տնօրենի կատարյալ կինը։ Կինը, որը ժպտում էր լուսանկարներում, բայց որը իրեն մեռնող էր զգում ներսից։ Գիշերը շարունակվում էր, Ելենան զգում էր, թե ինչպես են իր ուժերը սպառվում։ Նրա մեջքը ցավում էր, ոտքերը կրակ էին վառվում, գլխապտույտը պարբերաբար վերադառնում էր։ Նա փորձում էր անտեսել, փորձում էր կենտրոնանալ շուրջ բոլորի դատարկ զրույցների վրա, բայց նրա մարմինը սահմանին էր։ Ֆիլիպ, խնդրում եմ։ Ես իսկապես պետք է նստեմ։ Նա շշնջաց, երբ վերջապես այլս չէր կարողանում դիմանալ։ Նա նույնիսկ չնայեց նրան։ Եվս 10 րոպե։ 10 րոպե չէր։ Գրեթե 1 ժամ էր։ Ելենան զգաց, որ իր ոտքերը սկսում են թուլանալ, հանկարծ ավելի շտապ քաշում էր Ֆիլիպի կոստյումի թը։ Ֆիլիպ, ես կուշագնա։ Վերջապես նա հասկացավ, որ Ելենան չի չափազանցնում։ Նրա դեմքը գունատ էր, քրտինքի փոքրիկ կաթիլներ էին գոյանում նրա ճակատին, չնայած օթորակիչին։ Լավ է, լավ է։ Նա նրան տարավ մոտակա աթոռին։ Նստիր այստեղ րոպե։ Ելենան ընկղմվեց աթոռին, զգալով, թե ինչպես է աշխարհը պտտվում իր շուրջը։ Նա փակեց աչքերը, խորը շունչ քաշելով, փորձելով վերականգնել վերահսկողությունը։ Ջուր կբերեմ։ Ֆիլիպն ասաց, նա կարող էր լսել նրա ձայնի մեջ քողարկված զայրույթը։ Երբ նորից բացեց աչքերը, Ֆիլիպն անհետացել էր ամբոխի մեջ։ Ելենան մնաց նստած այնտեղ, մենակ հարյուրավոր մարդկանց մեջ, իրեն ավելի մեկուսացված զգալով, քան երբևէ։ Ստվեր ընկավ նրա վրա։ Գաբրիելն այնտեղ էր, մի բաժակ ջրով նույն բուտերբրոդների ափսեով, ինչ նախկինում։ Կարծեցի, որ դրանց կարիքը կունենաք։ Ելենան երախտագիտությամբ վերցրեց ջուրը։ Ինչպես գիտեիք։ Ես դիտում եմ։ Նա պարզապես ասաց։ Ձեր ամուսինը շատ ուշադիր չէ, այնպես չէ։ Հարցը չափազանց ուղիղ էր, չափազանց անձնական, որպեսի անծանոթը տա։ Բայց Գաբրիելի ձայնի մեջ ինչ-որ բան, նրա աչքերի անկեղծ մտահոգությունը, ստիպեց Ելենային ազնվորեն պատասխանել։ Նա զբաղված է։ Նա վերջապես ասաց, ինքնաբուխ պատրվակը, որը նա այդքան անգամ էր կրկնել։ Զբաղված լինելը պատրվակ չէ, չհոգալու նրա մասին, ում սիրում ես։ Հատկապես, երբ այդ մարդը քո երեխային է կրում։ Ելենան նայեց նրան, իրականում նայեց, փորձելով հասկանալ, թե ով էր այդ մարդը, որը թվում էր, թե մի քանի ժամվա ընթացքում ավելի շատ էր հոգ տանում իր բարեկեցության մասին, քան իր սեփական ամուսինը ամիսների ընթացքում։ Ինչու եք հոգ տանում։ Դուք ինձ նույնիսկ չեք ճանաչում։ Գաբրիելը մի պահ լռեց։ Նրա աչքերում ինչ-որ բան կար, հին տխրություն, ծանոթ ցավ։ Ասենք, որ ես նման իրավիճակներ նախկինում տեսել եմ։ Եվ զղջում եմ, որ ժամանակին չեմ գործել։ Նախքան Ելենան կհասցներ հարցնել, թե ինչ էր նա ուզում ասել, մի ձայն կտրեց օդը։ Ինչ հուզիչ տեսարան։ Ֆիլիպն այնտեղ էր, ձեռքին մի բաժակ վիսկի, մի արտահայտություն, որը Ելենան շատ լավ էր ճանաչում։ Դա այն արտահայտությունն էր, որը նա օգտագործում էր, երբ պատրաստվում էր պայթել, բայց դեռ բավականաչափ վերահսկողություն ուներ, որպեսզի հանրության առաջ տեսարան չստեղծեր։ Առայժմ Գաբրիելը դանդաղ վեր կացավ, դիրքավորվելով այնպես, որ մի փոքր Ելենայի Ֆիլիպի միջ լիներ։ Պարզապես ստուգում էի, թե արդյոք նա լավ է։ Ինչ հիացմունքի արժանի նվիրում բարմենի համար։
Ֆիլիպը մի կում վիսկի խմեց։ Գրեթե անձնական է թվում։ Դա պարզապես մարդկային վայելչություն է։ Ահ, իհարկե։ Վայելչություն։ Ֆիլիպը ծիծաղեց, բայց ձայնի մեջ հումոր չկար։ Գիտեք, թե ինչը վայելուչ չէ։ Անծանոթը, որը սիրահետում է ուրիշի հղի կնոջը։ Ես ոչ մեկին չէի սիրահետում։ Գաբրիելը ձայնը հանգիստ էր պահում, վերահսկվող։ Ես հոգ էի տանում մեկի մասին, ով ակնհայտորեն հոգատարություն չէր ստանում։ Բառերը ռումբի պես ընկան։ Ֆիլիպի դեմքը կարմրեց, նրա ձեռքերը բռունցքվեցին։ Ելենան տեսավ այն հստակ պահը, երբ իր ամուսինը որոշեց, որ այլևս չի մտածում ուրիշների կարծիքի մասին։ Ինչպես ես համարձակվում։ Նա մեկ քայլ առաջ արեց։ Դու ոչինչ չգիտես իմ կամ իմ կնոջ մասին։ Ես բավականաչափ գիտեմ։ Մոտակա որոշ հյուրեր սկսեցին նկատել փոփոխությունը։ Շշուկները դադարեցին, գլուխները շրջվեցին։ Ելենան զգաց, թե ինչպես է խուճապը բարձրանում իր կոկորդով։ Մի տեսարան։ Ֆիլիպը ատում էր տեսարանները։ Սա հետո միայն ավելի կվատացներ ամեն ինչ։ Ֆիլիպ, խնդրում եմ, արի գնանք։ Նա արագ վեր կացավ, գրեթե գցելով այն ափսե, որը Գաբրիելը բերել էր։ Արի գնանք տուն։ Լռիր, Ելենա։ Ֆիլիպն ասաց, աչքերը չկտրելով Գաբրիելից։ Պարոն Թավարյան։ Գաբրիելը մի քայլ հետ քաշվեց, ձեռքերը բաց խաղաղության ժեստով։ Պետք չէ, որ այդպես լինի։ Ձեր կինը լավ չի զգում իրեն։ Գուցե ավելի լավ է նրան տուն տանել, ինչպես նա առաջարկեց։ Մի ասա ինձ, թե ինչ անել։ Ֆիլիպը առաջ շարժվեց, բայց Գաբրիելը հետ չքաշվեց։ Ինչ ես կարծում, ով ես դու։ Ես մեկն եմ, ով չի կանգնի հղի կնոջը վատ վերաբերվելիս։ Շուրջ բոլորի ամբոխն արդեն մեծանում էր։ Շշուկներ էին տարածվում սրահում։ Ելենան տեսնում էր ծանոթ դեմքեր, գործընկերների կանանց, ներդրողների, բոլորը դիտում էին։ Մղձավանջն իրականություն էր դառնում։ Ֆիլիպ, խնդրում եմ։ Նա դիպավ նրա թին, փորձելով նրան հեռու քաշել։ Արի գնանք։ Խնդրում եմ։ Նա շրջվեց դեպի նա այնքան արագ, որ նա չհասցրեց հետ քաշվել։ Նրա աչքերը վայրի էին, ամբողջ վերահսկողությունը, որը նա այդքան խնամքով պահպանում էր, անհետացել էր։ Դու… Այս ամենը քո մեղքով է։ Նա մատը մատնացույց արեց նրա դեմքին։ Զոհի դեր ես խաղում, ուշադրություն ես գրավում, ինձ նվաստացնում ես բոլորի առաջ։ Ես… Ոչինչ չեմ արել։ Արցունքները վերջապես թափվեցին։ Ֆիլիպ, ես պարզապես ուզում եմ տուն գնալ։ Միշտ լացում ես, միշտ թույլ ես։ Նա բարձրացրեց ձայնը, հիմա բոլորը նայում էին։ Ես չեմ կարող քեզ ոչ մի տեղ տանել, առանց որ դու սկանդալ ստեղծես։ Ելենան փորձեց մեկ քայլ հետ քաշվել, բայց նրա ոտքերը խճճվեցին բարձրակրունկների մեջ։ Նա ձեռքը մեկնեց մոտակա սեղանին հենվելու համար, բայց պատահաբար գցեց այնտեղ դրված ջրի բաժակը։ Կոտրվող ապակու ձայնն արձագանքեց սրահում, որը բացարձակ լռության մեջ էր ընկել։ Հիմա տես, թե ինչ արեցիր։ Ֆիլիպը բղավեց, ամբողջովին կորցնելով ինքնատիրապետումը։ Դու ամբողջովին անկարող ես։ Ոչ մի բանի պետք չես։ Պարոն Թավարյան, հանգստացեք։ Գաբրիելը նորից մոտեցավ, ձայնը ամուր, բայց վերահսկվող։ Հեռացիր իմ ճանապարհից։ Ֆիլիպը հրեց Գաբրիելին, բայց բարմենը պատրաստ էր հազիվ շարժվեց։ Ելենան հիմա դողում էր, արցունքները ազատորեն հոսում էին դեմքով։ Նա զգում էր բոլորի աչքերը իր վրա, դատող, վերլուծող, յուրաքանչյուր մանրուք կլանող, հետո բամբասելու համար։ Ներողություն։ Նա կրկնում էր հեծկլտանքների միջ։ Երողություն, ներողություն, ներողություն։ Քո ներողությունները ոչինչ չեն նշանակում։ Ֆիլիպը նորից շրջվեց դեպի նա, նրա աչքերում ինչ-որ բան Ելենային ստիպեց հասկանալ, որ նա հատել էր մի սահման, որից հետադարձ չկար։ Նա տեսավ, թե ինչպես է նրա ձեռքը բարձրանում։ Ժամանակը կարծես դանդաղեց։ Գաբրիելը շարժվեց, բայց բավականաչափ արագ չէր։ Ֆիլիպի ափը Ելենայի դեմքին դիպավ մի շրխկոցով, որն արձագանքեց լուր սրահում։ Հարվածի ուժը նրա գլուխը մի կողմ շրջեց, նա սայթաքեց, տեսողությունը մթագնելով եզրերում։ Հավաքական շունչ քաշելը լցրեց օդը։
Ինչ-որ մեկը խլացված բղավեց։ Գետնին ընկնող բաժակների ձայնը կոտրեց ցնցված լռությունը։ Ելենան ձեռքը դրեց դեմքին, զգալով, թե ինչպես է մաշկը այրվում այնտեղ, որտեղ Ֆիլիպը հարվածել էր նրան։ Նրա ականջները զնգում էին։ Նա թարթեց աչքերը, փորձելով կենտրոնանալ, փորձելով հասկանալ, թե ինչ էր նոր պատահել։ Երբ նրա տեսողությունը պարզվեց, նա տեսավ Ֆիլիպին կանգնած իր դիմաց, ձեռքը դեռ բարձրացրած, աչքերը լայն բացված, կարծես ինքն էլ էր ցնցված իր արածից։ Բայց դա ընդամենը մեկ վայրկյան էր։ Ապա ամբարտավանությունը վերադարձավ, պաշտպանողականությունը։ Դու ինձ ստիպեցիր դա անել։ Նա ասաց, բայց նրա ձայնը չուներ նախկին համոզմունքը։ Դու միշտ ինձ ստիպում ես անել այդ բաները։ Սուտ է։ Գաբրիելի ձայնը կտրեց օդը սայրի պես։ Նա քեզ ոչինչ չի ստիպել։ Դու ես ընտրել դա անել։ Ֆիլիպը շրջվեց դեպի նա, պատասխանելու պատրաստ, բայց հետո հասկացավ։ Հասկացավ իրականում, թե որտեղ էր, ինչ էր արել, ով էր դիտում։ Որոշ հյուրեր իրենց հեռախոսները բարձրացրել էին։ Ուրիշները սարսափով զզվանքով էին նայում։ Սոցիալական դիմակները ընկել էին, բոլորը կարող էին տեսնել, թե ով էր իրականում Ֆիլիպ Թավարյանը։ Դրեք այդ հեռախոսները։ Նա հրամայեց, փորձելով վերականգնել որոշակի իշխանություն։ Սա անձնական է, ամուսինների միջ։ Բռնության մեջ ոչինչ անձնական չկա։ Գաբրիելն ասաց, շարժվելով Ելենայի կողքին կանգնելու համար։ Հատկապես, երբ դա արվում է հանրային վայրում, վկաների առաջ։ Ելենան անշարժ մնաց, ձեռքը դեռ դեմքին։ Նրա մի մասը չէր կարողանում հավատալ, որ դա պատահել էր։ Մյուս մասը, այն մասը, որը նա ամիսներ շարունակ փորձում էր անտեսել, շշնջում էր, որ միշտ գիտեր, որ դրան կհասնի։ Դա պարզապես ժամանակի հարց էր։ Ակումբի մենեջերը հայտնվեց, ճանապարհ բացելով ամբոխի միջով, դեմքը գունատ մտահոգված։ Պարոն Թավարյան, վախենում եմ, որ ստիպված կլինեմ խնդրել ձեզ հեռանալ։ Դուք չեք կարող ինձ վտարել այստեղից։ Ֆիլիպը պայթեց։ Գիտեք, թե ես ով եմ։ Որքան գումար եմ ներդնում այս ակումբում։ Ես հստակ գիտեմ, թե ով եք դուք։ Մենեջերն ամուր ասաց։ Եվ հենց դրա համար էլ չեմ կարող թույլ տալ, որ մնաք մեր տարածքում ինչ-որ մեկին հարձակվելուց հետո։ Հատկապես հղի կնոջը։ Ֆիլիպը շուրջբոլորը նայեց, դաշնակիցներ փնտրելով մեկին, ով կաջակցեր իրեն։ Բայց նա գտավ միայն դատապարտող արամարական հայացքներ։ Հետաց լռությունը կոտրվեց Գաբրիելի ձայնով, բայց հիմա դրա մեջ ինչ-որ այլ բան կար։ Մի իշխանություն, որը նախկինում չկար, մի ծանրություն, որը ստիպեց նույնիսկ Ֆիլիպին վարանել։ Կարծում եմ, ժամանակն է, որ որոշ ճշմարտություններ բացահայտվեն։ Գաբրիելը մեկ քայլ առաջ արեց, նրա կեցվածքն ամբողջովին փոխվեց։ Նա այլս քնքուշ ուշադիր բարմենը չէր։ Նրա ուսերում հրաման կար։ Ուժ, նրա շարժվելու ձի մեջ։ Նա ձեռքը բարձրացրեց մի պարզ ժեստով, կոստյումներով երեք տղամարդ դուրս եկան ամբոխից, ռազմավարականորեն դիրքավորվելով շուրջբոլորը։ Ֆիլիպը հոնքերը կնճռեց։ Ինչ է կատարվում այստեղ։ Գաբրիելն անտեսեց հարցը շրջվեց դեպի Ելենան, ով դեռ ցնցված էր, ձեռքը դեմքին, որտեղ սկսում էր երալ Ֆիլիպի մատների կարմիր հետքը։ Ելենա, նա նրբորեն ասաց, նրա ձայնի մեջ այնքան զգացմունք կար, որ նա զգաց, թե նոր արցունքներ են գոյանում։ Կներես։ Կներես, որ թույլ տվեցի, որ դա հասնի այս կետին։ Նա նայեց նրան, շփոթված։ Ինչպես գիտես իմ անունը։ Ես իմ անունը չեմ ասել։ Տխուր ժպիտ անցավ Գաբրիելի դեմքով։ Որովհետև ես միշտ իմացել եմ քո անունը։ Այն օրվանից, երբ դու ծնվել ես։ Աշխարհը կարծես թեքվեց Ելենայի ոտքերի տակից։ Նա նայեց այդ կանաչ աչքերին, իրականում նայեց, հանկարծ ինչ-որ ծանոթ բան տեսավ։ Կզակի կորությունը, քթիձը, փոքրիկ մանրամասներ, որոնք նա պետք է նկատեր նախկինում, բայց որոնք ցավն ու հոգնածությունը խանգարել էին նրան տեսնել։ Ոչ։ Բառը դուրս եկավ շշուկի պես։ Չի կարող լինել։ Գաբրիելը անեց բարմենի ժիլետը, բացահայտելով անթերի կոստյումը ներքում։ Իր գրպանից հանեց դրամապանակը, բացեց, ցույց տալով փաստաթղթեր։ Նա մոտեցավ նրան, թույլ տալով տեսնել։ Իմ ամբողջական անունն է Գաբրիել Կոստանյան։ Քո եղբայրը։ Ազգանունը Ելենային կայծակի պես հարվածեց։
Կոստանյան։ Նրա ընտանիքը։ Նա փոխել էր իր ազգանունը Թավարյան, երբ ամուսնացել էր, բայց Կոստանյանն այն անունն էր, որը նա կրել էր իր կյանքի առաջին 24 տարիների ընթացքում։ Ծնողների անունը։ Բայց դու մահացած էիր։ Նա շշնջաց, ոտքերը թուլանալով։ Գաբրիելը բռնեց նրան մինչ ընկնելը, օգնելով նրան նորից նստել։ Ասացին, որ դու մահացել ես մեր ծնողների հետ տեղի ունեցած վթարում։ Ես 10 տարեկան էի։ Դու 14։ Նրանք ասացին, որ ոչ ոք չի փրկվել։ Սխալ են ասել։ Գաբրիելը ծնկի իջավ նրա դիմաց, բռնելով նրա ձեռքերը։ Ես փրկվեցի, Ելենա։ Ես ամիսներ շարունակ կոմայի մեջ էի, երբ արթնացա, տարիներ շարունակ ամնեզիա ունեի։ Երբ վերջապես վերականգնեցի իմ հիշողությունները, սկսեցի քեզ փնտրել։ Բացահայտումը ցնցումներ առաջացրեց ամբոխի մեջ։ Շշուկները պայթեցին ամբողջ սրա։ Հուում։ Կոստանյան անունը Հայաստանում ինչ-որ բան էր նշանակում։ Շատ։ Կոստանյանների ընտանիքը հայտնի էր իր կայսրությամբ տարբեր ոլորտներում, տեխնոլոգիայից մինչ հյուրանոցային բիզնես։ Նրանք երկրի ամենահին հարուստ ընտանիքներից էին։ Մի պահ, սպասեք։ Ֆիլիպը միջամտեց, ձայնը մեկ օկտավա բարձրացնելով։ Կոստանյան։ Դուք ասում եք, որ Կոստանյաններից եք։ Գաբրիելը վեր կացավ, պաշտպանական ձեռքը պահելով Ելենայի ուսին, մինչ նա նայում էր Ֆիլիպին։ Ես Կոստանյանների կարողության միակ ժառանգն եմ, այո։ Եվ դու, Ֆիլիպ Թավարյան, կատարել ես քո կյանքի սխալը, դիպչելով իմ քրոջը։ Ֆիլիպի դեմքը արագորեն փոխվեց զգացմունքների շարքով։ Ցնցում, անհավատություն, վախ, վերջապես, վերականգնման փորձ։ Նա ստիպված ծիծաղեց։ Սա ծիծաղելի է։ Ելենան երբեք չի հիշատակել կենդանի եղբայր ունենալու մասին։ Սա ակնհայտորեն խարդախություն է, ինչ-որ մեկը փորձում է օգտվել իրավիճակից։ Որովհետև ես երբեք չգիտեի։ Ելենան վերջապես գտավ իր ձայնը, թե այն դողացող էր։ Ես կարծում էի, որ մենակ եմ աշխարհում։ Դա էր, ինչ ինձ ասել էին։ Դա էր, ինչին հավատացել եմ 10 ոտ տարի։ Գաբրիելը երբեք աչքերը չկտրեց Ֆիլիպից։ Ես Ելենային գտա 6 ամիս առաջ։ Իմացա, որ նա ամուսնացել է, սկսեցի հետաքննել, թե ինչպիսի մարդ էիր դու։ Նա մի պահ դադար տվեց։ Այն, ինչ ես հայտնաբերեցի, ինձ շատ անհանգստացրեց։ Դու ինձ լրտեսում էիր։ Ֆիլիպի ձայնի վրդովմունքը շոշափելի էր։ Ես պաշտպանում էի իմ քրոջը։ Գաբրիելը ուղղեց։ Եվ ճիշտ է, ինչպես երում է։ Այն զեկույցները, որոնք ես ստացա, ենթադրում էին վերահսկող վարքագիծ, սոցիալական մեկուսացում, հնարավոր էմոցիոնալ բռնություն։ Բայց ինձ ապացույցներ էին պետք էր իմ սեփական աչքերով տեսնել նախքան միջամտելը։ Այսպիսով, դու բարմենի կերպարանքով էիր։ Ելենան սկսում էր կտորները միացնել։ Դու գիտեիր, որ մենք այս գիշեր այստեղ կլինենք։ Ակումբն իմն է։ Գաբրիելը պարզապես ասաց։ Ընտանիքի բազմաթիվ բիզնեսներից մեկը։ Ես գիտեի, որ Ֆիլիպը հրավեր է ստացել ներդրողների միջոցառմանը։ Գիտեի, որ նա քեզ կբերի։ Այսպիսով, ես ինձ տեղավորեցի դիտելու համար, համոզվելու, նախքան ինձ բացահայտելը։ Նա Ելենային նայեց զղջումով լի աչքերով։ Ես չէի ուզում, որ դա հասներ դրան։ Ես նախատեսում էի քեզ այլ կերպ ներկայանալ, այլ հանգամանքներում։ Բայց երբ տեսավ, թե ինչպես է նա քեզ վերաբերվում, երբ հասկացա, որ դու թերսնված ես ակնհայտորեն ծայրահեղ սթրեսի տակ, ես գիտեի, որ չէի կարող սպասել։ Եվ հետո նա դա արեց։ Նա ժեստ արեց Ելենայի դեմքի վրա։ Եվ հիմա հետդարձ չկա։ Ֆիլիպը հիմա գունատ էր, հասկանալով իրավիճակի լրջությունը։ Նա շուրջբոլորը նայեց, փնտրելով դաշնակիցներ, ինչ-որ մեկին, ով կաջակցեր իրեն։ Բայց նա գտավ միայն դատապարտող արամարական հայացքներ։ Սա թյուրիմացություն էր։ Նա փորձեց, անցնելով վնասի վերահսկման ռեժիմի։ Ելենան ես ամուսնական վեճ ունեինք։ Ոչ ավելին։ Նման բաներ պատահում են։ Նման բաներ չեն պատահում։ Գաբրիելը սառնասրտորեն ասաց։ Այն տղամարդիկ, ովքեր սիրում են իրենց կանանց, չեն հարձակվում նրանց վրա հանրության կամ առանձնապես։
Այն տղամարդիկ, ովքեր սիրում են իրենց կանանց, չեն նվաստացնում նրանց, չեն մեկուսացնում իրենց ընտանիքից, ընկերներից, չեն վերահսկում իրենց կյանքի յուրաքանչյուր ասպեկտ։ Դու ոչինչ չգիտես մեր ամուսնության մասին։ Ես ամեն ինչ գիտեմ քո ամուսնուչի Ան մասին։ Ես ունեմ մանրամասն զեկույցներ վերջին 6 ամսվա համար։ Ես գիտեմ, թե ինչպես ես նրան ստիպել թողնել աշխատանքը։ Ես գիտեմ, թե ինչպես ես վերահսկում նրա ֆինանսները։ Ես գիտեմ բժշկական խորհրդատվությունների մասին, որոնց դու պնդում էիր մասնակցել, ոչ թե հոգատարությունից, այլ վերահսկողությունից դրդված։ Ես գիտեմ հեռախոսազանգերի մասին, որոնք դու վերահսկում ես, ընկերների մասին, որոնց դու հեռացրել ես, ընտանիքի մասին, որոնց դու ասել ես, որ նա չի մտածում նրանց մասին։ Յուրաքանչյուր բառ բացահայտում էր Ելենայի համար։ Նա չէր հասկացել, թե ինչպես էր ամեն ինչ փաստաթղթավորված, թե ինչպես էր ինչ-որ մեկը ուշադրություն դարձնում։ Արցունքները նորից հոսում էին դեմքով, բայց այս անգամ դրանք ոչ միայն ցավից էին։ Թեթություն էլ կար։ Նա մենակ չէր։ Երբեք մենակ չէր եղել։ Գաբրիել։ Նա շշնջաց, նա անմիջապես իր ուշադրությունը դարձրեց նրան։ Դու իսկապես դու ես։ Ես եմ, փոքրիկս։ Նա օգտագործեց այն մականունը, որով սովոր էր նրան կանչել, երբ երեխաներ էին, մի մականուն, որը նա մոռացել էր միայնության տարիներին։ Ես քեզ գտա։ Եվ ոստանում եմ, որ այլս երբեք թույլ չեմ տա, որ որևէ մեկը քեզ վնասի։ Սա առանգում է։ Ֆիլիպը փորձեց նոր մոտեցում։ Դու փորձում ես իմ կնոջը ինձնից հեռացնել։ Սա անօրինական է։ Անօրինականը բռնությունն է։ Գաբրիելը ազդանշան տվեց կոստյումով տղամարդկանցից մեկին, ով մոտեցավ պլանշետով։ Ակումբի անվտանգության տեսախցիկները ամեն ինչ արձանագրել են։ Յուրաքանչյուր բառ, յուրաքանչյուր գործողություն։ Այս սենյակում կան մոտ 30 վկա, որոնցից շատերն արդեն արձանագրել են միջադեպը իրենց հեռախոսներով։ Նա շրջեց պլանշետը, որպեսզի Ֆիլիպը կարողանա տեսնել։ Էկրանը ցույց էր տալիս սրահի տարբեր անկյուններից նկարահանված կադրեր, բոլորը ժամանակի նշումներով, բոլորը հստակ ցույց տալով այն իրադարձությունների հաջորդականությունը, որոնք հանգեցրել էին բռնությանը։ Ֆիլիպը փորձեց վերցնել պլանշետը, բայց Գաբրիելը հետ քաշեց այն։ Այս ապացույցն արդեն ուղարկվել է մեր փաստաբաններին, ոստիկանությանը կանանց նկատմամբ բռնության զոհերի պաշտպանության մի քանի կազմակերպություններին։ Դուք չեք կարող ոչնչացնել կամ թաքցնել սա։ Դուք չեք կարող դա անել ինձ հետ։ Ֆիլիպը պայթեց։ Գիտեք, թե ես ով եմ։ Իմ ընկերությունը միլիոններ արժե։ Ես փաստաբաններ ունեմ, ովքեր ձեզ կկործանեն։ Ձեր ընկերությունը 15 միլիոն է արժե։ Գաբրիելը հանգիստ ասաց։ Իմ անձնական կարողությունը գերազանցում է 2 միլիարդը։ Ձեր փաստաբանները, որքան էլ լավ լինեն, չեն կարող համեմատվել իմի հետ։ Եվ նույնիսկ եթե համեմատվեին, ապացույցն անհերքելի է։ Դուք հարձակվել եք հղի կնոջ վրա հանրության առաջ։ Դրանից պաշտպանվելու ոչ մի միջոց չկա։ Ելենան դիտում էր փոխանակումը, դեռ մարսելով ամեն ինչ։ Նրա եղբայրը Գաբրիելը կենդանի էր։ Ոչ միայն կենդանի, այլ բավականաչափ հզոր Ֆիլիպին դիմակայելու համար, նրան պաշտպանելու այնպես, ինչպես նա երբեք չէր պատկերացրել, որ հնարավոր է։ Ֆիլիպ։ Նա հանկարծ ասաց, երկու տղամարդն էլ շրջվեցին դեպի նա։ Ես ամուսնալուծություն եմ ուզում։ Ելենայի խոսքերն արձագանքեցին սրահում, դրան հաջորդած լռությունը բացարձակ էր։ Ֆիլիպը սառած էր, նայելով նրան, կարծես չէր կարողանում հավատալ իր լսածին։ Դա առաջին անգամն էր, երբ նրանք ճանաչել էին միմյանց, որ Ելենան որոշում է վկայացրել մենակ, առանց նրա թույլտվությունը խնդրելու, առանց նրա հավանությանը սպասելու։ Դու ճիշտ չես մտածում։ Ֆիլիպը վերջապես ասաց, նրա ձայնը ստացավ մի տոն, որը Ելենան լավ էր ճանաչում։ Դա այն տոնն էր, որը նա օգտագործում էր, երբ փորձում էր ստիպել նրան կասկածել ինքն իրեն։ Դու ցնցված ես, հուզված։ Դու չգիտես, թե ինչ ես ասում։ Ես հստակ գիտեմ, թե ինչ եմ ասում։ Ելենան վեր կացավ, թե նրա ոտքերը դեռ դողում էին, նրա ձայնի մեջ նոր ամրություն կար։ Ես ամուսնալուծություն եմ ուզում։ Ես այլս չեմ ուզում այսպես ապրել։ Իսկ երեխան։ Ֆիլիպը խաղաց այն քարտը, որը գիտեր, որ կազդի նրա վրա։ Դու մեր երեխային կզրկես հորից։
Գաբրիելը մեկ քայլ առաջ արեց, նորից դիրքավորվելով նրանց միջ։ Հայրը, ով բռնություն է գործում մոր վրա վկաների առաջ, այն տեսակի հայրը չէ, որի կարիքը ցանկացած երեխա ունի։ Դուրս մնացեք դրանից։ Ֆիլիպը մռնչաց։ Սա իմ կնոջ միջը։ Երբ դու նրան հարվածեցիր, դա դադարեց լինել միայն ձեր միջ։ Գաբրիելը ձայնը ամուր վերահսկվող էր պահում։ Սա դարձավ իրավական հարց։ Եվ որպես նրա եղբայր, որպես նրա ընդ։ Անիկ, ես լիովին իրավունք ունեմ ներգրավվել։ Ելենան խորը շունչ քաշեց, հավաքելով քաջություն, որը չգիտեր, որ ուներ։ Դու երբեք չես ուզել այս երեխային, Ֆիլիպ։ Միշտ պարզ էիր դա ցույց տվել։ Դու բողոքում էիր, թե ինչպես հղիությունը ինձ պակաս գրավիչ դարձրեց, թե ինչպես էի հուզական դառնում, թե ինչպես դա կխանգարեր քո կարիերային։ Ես երբեք դա չեմ ասել։ Ասել ես։ Տասնյակ անգամներ։ Նա զգաց, որ արցունքները նորից վերադառնում են, բայց չզսպեց դրանք։ Դու ասացիր, որ ես պետք է ավելի զգույշ լինեի, որ հղիությունը իմ անփութությունն էր։ Դու ասացիր, որ ես ինձ թույլ տվեցի գիրանալ, որ երեխային պատրվակ էի օգտագործում ծույլ լինելու համար։ Դու ասացիր, որ եթե ես արագ չվերականգնվեի ծննդաբերությունից հետո, դու կգտնեիր մեկին, ով կկարողանար ինձ փոխարինել։ Յուրաքանչյուր բացահայտում ստիպեց շուրջ բոլորի հանդիսատեսին արձագանքել։ Ցնցումի շունչ քաշելներ կային, դատապարտող շշուկներ։ Որոշ կանանց աչքերում արցունքներ կային, գուցե ճանաչելով իրենց սեփական փորձառությունները Ելենայի խոսքերում։ Դու ամեն ինչ խեղաթյուրում ես։ Ֆիլիպը փորձեց։ Բայց հիմա նրա ձայնին համոզմունք չէր։ Նա հասկացավ, որ պարտվում է, որ հանրային հարաբերությունների ճակատամարտն արդեն պարտված էր։ Նա սխալ էր մեկնաբանում իմ խոսքերը։ Չէր։ Եվ այլս չէ։ Ելենան ուղղեց ուսերը, որքան կարող էր։ Դու ինձ մեկուսացրիր, վերահսկեցիր, ստիպեցիր ինձ զգալ, որ ես ոչինչ չարժեմ առանց քեզ։ Բայց հիմա ես գիտեմ ճշմարտությունը։ Ես ընտանիք ունեմ։ Նա նայեց Գաբրիելին։ Ես ունեմ մեկին, ով իսկապես հոգ է տանում իմ մասին։ Եվ ես բավականաչափ ուժ ունեմ դրանից դուրս գալու համար։ Գաբրիելը նրբորեն ձեռքը դրեց նրա ուսին, աջակցության հպարտության ժեստով։ Եթե փորձեք կանխել ամուսնալուծությունը, նա ասաց Ֆիլիպին, դա ձեզ համար շատ ավելի վատ կլինի։ Ես բավականաչափ ապացույցներ ունեմ էմոցիոնալ ֆինանսական բռնության մասին, ձեր հեղինակությունը ամբողջովին ոչնչացնելու համար։ Այս գիշերվա տեսանյութերը պարզապես սկիզբն են։ Նա նորից ազդանշան տվեց պլանշետով տղամարդուն, ով էկրանը ցույց տվեց մի շարք փաստաթղթեր։ Ես ունեմ բանկային գրառումներ, որոնք ցույց են տալիս, թե ինչպես եք վերահսկում յուրաքանչյուր դրամ, որը Ելենան ծախսում էր։ Ես ունեմ ձեր էլեկտրոնային նամակները, որոնք հրահանգում են ձեր օգնականներին վերահսկել նրա շարժումները։ Ես ունեմ բժշկական խորհրդատվությունների ձայնագրություններ, որտեղ դուք խոսել եք նրա փոխարեն, թույլ չտալով, որ նա իր մտահոգությունները արտահայտի բժիշկներին։ Ինչպես եք ձեռք բերել այս ամենը։ Ֆիլիպը հիմա գունատ էր։ Գումար ռեսուրսներ։ Գաբրիելը պարզապես պատասխանեց։ Երբ դուք ունեք երկուսն էլ, զարմանալի է, թե ինչ կարող եք հայտնաբերել։ Հատկապես, երբ հետաքննում եք մեկին, ով բավականաչափ ամբարտավան էր, ամեն ինչի թվային հետքեր թողնելու համար։ Նա նորից շրջվեց դեպի Ելենան։ Դուք ոչ մի բանից չպետք է անհանգստանաք։ Իմ փաստաբանները կհոգան ամեն ինչի մասին։ Դուք կունենաք ամբողջական ֆինանսական աջակցություն, երեխայի լիարժեք խնամակալություն, եթե ցանկանաք նրա դեմ սահմանափակող հրաման։ Ես ուզում եմ։ Ելենան առանց վարանելու ասաց։ Ես ուզում եմ սահմանափակող հրամանը։ Դուք չեք կարող դա անել։ Ֆիլիպը պայթեց, վերջապես թողնելով վերահսկողության ցանկացած պատրանք։ Դա իմ երեխան է նա։ Ես իրավունքներ ունեմ։ Դուք կորցրեցիք ձեր իրավունքները, երբ ձեռք բարձրացրեցիք նրա վրա։ Գաբրիելը սառնասրտորեն ասաց։ Եվ եթե փորձեք դա վիճարկել դատարանում, ես անձամբ կապահովեմ, որ իմ ունեցած ապացույցների յուրաքանչյուր կտոր ներկայացվի։ Յուրաքանչյուր էլեկտրոնային նամակ, յուրաքանչյուր ձայնագրություն, յուրաքանչյուր վկա։ Դա հանրայնորեն կքննարկվի այնպես, որ դուք երբեք չեք վերականգնվի։ Ակումբի մենեջերը նորից մոտեցավ, հիմա ուղեկցությամբ երկու անվտանգության աշխատակիցների։
Պարոն Թավարյան, ես ստիպված կլինեմ պնդել, որ հեռանաք հիմա։ Հակառակ դեպքում, ես իշխանություններին կկանչեմ։ Ֆիլիպը վերջին անգամ շուրջ բոլորը նայեց, հուսահատորեն փնտրելով ինչ-որ բան, ցանկացած բան, որը կարող էր վերականգնել իրավիճակը։ Բայց ոչինչ չկար։ Հյուրերը նրան նայում էին արամարանքով, տեսախցիկները դեռ նկարահանում էին, Գաբրիել Կոստանյանը այնտեղ էր, որպես անանցանելի պատ իր Ելենայի միջ։ Սա չի ավարտվել։ Ֆիլիպն ասաց, փորձելով սպառնալից հնչել, բայց նրա ձայնը դողաց։ Ավարտվեց, այո։ Ելենան պատասխանեց, առաջին անգամ 2 տարվա ընթացքում նա իսկապես հավատաց իր սեփական խոսքերին։ Ինձ համար ավարտվեց։ Անվտանգության աշխատակիցները Ֆիլիպին դուրս ուղեկցեցին։ Նա կարճ ժամանակով դիմադրեց, բայց հասկանալով, որ դա միայն վատացնում է ամեն ինչ, վերջապես զիջեց։ Մինչ նրան տանում էին, նա դատարկ սպառնալիքներ էր բղավում փաստաբանների հետանքների մասին, բայց ոչ ոք այլս չէր լսում։ Երբ դուռը փակվեց նրա հետից, կարծես սրահի ամբողջ լարվածությունը միանգամից թուլացավ։ Հյուրերը պայթեցին աշխույժ զրույցներով, քննարկելով այն ամենը, ինչ տեղի էր ունեցել։ Որոշները մոտեցան Ելենային աջակցություն առաջարկելու, ուրիշները պարզապես կանգնած էին, դիտելով դրաման։ Գաբրիելը նրբորեն Ելենային առաջնորդեց դեպի ակումբի հետի մասում գտնվող մասնավոր տարածք, հեռու հետաքրքրասեր հայացքներից։ Դա շքեղ գրասենյակ էր, նավահանգստի տեսարանով, որտեղ նավակները նրբորեն ճոճվում էին գիշերվա մուգ ջրերում։ Նստեք, նա ասաց, մատնանշելով կաշվե բազմոցը։ Ես ջուր ինչ-որ բան կբերեմ, որպեսզի դուք պատշաճ կերպով ուտեք։ Ելենան նստեց, իրեն անիրական զգալով։ 1 ժամ առաջ նա բռնված էր բռնի ամուսնուց։ Անմեջ, հավատալով, որ աշխարհում ոչ ոք չունի։ Հիմա նա պարզել էր, որ իր եղբայրը կենդանի է, որ նա ընտանիք ունի, որ ելք կար։ Գաբրիելը վերադարձավ սկուտեղով, որի վրա կար ջուր, հյութ, բուտերբրոդներ մրգեր։ Ամեն ինչ դրեց նրա արջի սեղանին։ Կերեք։ Դանդաղ, բայց կերեք։ Դուք երեխան կարիք ունեք։ Ելենան հնազանդվեց, վերցնելով բուտերբրոդը։ Այս անգամ նա կերավ առանց մեղքի, առանց վախի, որ կնկատեն։ Կերավ, որովհետև սոված էր, որովհետև վերջապես կարող էր։ Գաբրիելը նստեց նրա կողքին, պահպանելով հարգալից հեռավորություն, բայց մնալով բավականաչափ մոտ, որպեսզի նա իմանա, որ այնտեղ է։ Կներես, նա ասաց մի պահից հետո։ Ամեն ինչի համար։ Որ ավելի շուտ չհայտնվեցի։ Որ թույլ տվեցի, որ դու տառապես, մինչ ես ապացույցներ էի հավաքում։ Որ ավելի արագ չպաշտպանեցի քեզ։ Դու այս գիշեր փրկեցիր իմ կյանքը։ Ելենան ասաց, սրբելով արցունքները։ Եթե դու այստեղ չլինեիր, չգիտեմ, թե ինչ կպատահեր։ Ես էլ չգիտեմ։ Եվ դա ինձ վախեցնում է։ Նրանք մի պահ լռեցին, տեղի ունեցածի ամբողջ ծանրությունը կախված էր իրենց միջ։ Գաբրիել, Ելենան վերջապես ասա. Ինչպես գտար ինձ։ Այսքան տարիներից հետո։ Նա խորը հառաչեց, հենվելով բազմոցին։ Երբ ես վերականգնեցի իմ հիշողությունները մոտ 8 տարի առաջ, առաջին բանը, որ արեցի, մեր ընտանիքի մասին տեղեկություններ փնտրելն էր։ Իմացա վթարի մասին, այն մասին, թե ինչպես մեր ծնողները չէին փրկվել։ Իմացա, որ դու մանկատուն էիր տեղավորվել։ Մանկատուն։ Ելենան դառնությամբ կրկնեց։ Ասացին, որ ոչ ոք չկար ինձ խնամելու։ Եվ դա ճիշտ էր, այն ժամանակ։ Մեր ընդլայնված ընտանիքն ուներ իր սեփական բարդությունները, ոչ ոք չցանկացավ պատասխանատվություն ստանձնել 10 տարեկան երեխայի համար։ Գաբրիելը բռունցքները սեղմեց։ Եթե ես գիտակից լինեի, կխնամեի քեզ։ Բայց ես կոմայի մեջ էի, այնքան կորած իմ սեփական մտքերում, որ նույնիսկ չգիտեի, թե ով եմ։ Եվ երբ հիշեցիք, ես անմիջապես սկսեցի փնտրել։ Բայց 17 տարի առաջվա հետքերը դժվար է գտնել։ Դու փոխել էիր անունդ, երբ կարճ ժամանակով որդեգրվեցիր, հետո նորից փոխեցիր, երբ մտար սոցիալական աջակցության համակարգ։ Տարիներ տաց հետաքննություն էր, մինչ վերջապես քեզ գտա։ Եվ երբ ինձ գտաք, ես արդեն ամո։ Ուսնացած էի Ֆիլիպի հետ։ Այո։ Նա տխրությամբ նայեց նրան։ Եվ երբ սկսեցի հետաքննել քո կյանքը, այն, ինչ հայտնաբերեցի, ինձ խորապես անհանգստացրեց։
Ելենան վերջացրեց բուտերբրոդը վերցրեց մեկ ուրիշը, հասկանալով, թե որքան էր իր մարմինը սոված իրական սնուցման համար։ Գաբրիելը դիտում էր լուռ գոհունակությամբ, տեսնելով, թե ինչպես է նա առաջին անգամ առանց վարանելու ուտում։ Հիշում ես այգին։ Նա հանկարծ հարցրեց։ Մեր տան հետի այգին։ Ելենան դադարեց ծամել, աչքերը լայն բացելով։ Վարդերը։ Մայրիկը ամենուր վարդեր ուներ։ Եվ դու ալերգիկ էիր մեղուների նկատմամբ, բայց պնդում էիր այնտեղ խաղալ։ Գաբրիելը ժպտաց, անկեղծ արտահայտություն, որը լուսավորեց նրա դեմքը։ Ես պետք է հսկեի, պատրաստ քեզ հեռացնելու, եթե ինչ-որ մեղու հայտնվեր։ Ես հիշում եմ։ Հիշողությունները սկսեցին վերադառնալ, հոսելով ջրի պես տարիներ շարունակ արգելափակված լինելուց հետո։ Դու ծառի վրա տուն կառուցեցիր։ Ինձ խոստացար, որ երբ մեծանամ, կկարողանամ բարձրանալ։ Ես այդ ծառի տունը վերջացրեցի վթարից 2 շաբաթ առաջ։ Գաբրիելը նրբորեն ասաց։ Երբեք հնարավորություն չունեցա քեզ ցույց տալ։ Արցունքները նորից հոսում էին Ելենայի դեմքով, բայց հիմա դրանք այլ էին։ Դրանք վերականգնված հիշողությունների, վերագտնված կապերի արցունքներ էին։ Կարծում էի, որ ամեն ինչ կորցրել եմ։ Նա շշնջաց։ Երբ մեր ծնողները գնացին, ինձ ասացին, որ դու էլ ես գնացել, ես զգացի, որ կորցրել եմ այն ամենը, ինչը ինձ դարձնում էր ես։ Ես գիտեմ։ Գաբրիելը բռնեց նրա ձեռքը, նրբորեն պահելով այն։ Եվ ես ցավում եմ, որ այդքան երկար տեց քեզ մոտ վերադառնալը։ Բայց ես հիմա այստեղ եմ, խոստանում եմ, որ կփոխհատուցեմ բոլոր կորցրած տարիները։ Ինչ է լինելու հիմա։ Ելենան հարցրեց, իրավիճակի իրականությունը սկսում էր հաստատվել։ Ամուսնալուծությունը, երեխան, որտեղ եմ ապրելու։ Այն ամենը, ինչ ես ունեմ, Ֆիլիպի անունով է կամ նրա գումարով է գնվել։ Դուք ոչ մի բանի կարիք չեք ունենա, որը նրանից է։ Գաբրիելն ամուր ասաց։ Ես Ավան թաղամասում անշարժ գույք ունեմ։ Այն մեծ է, մասնավոր, 24 ժամյա անվտանգությամբ։ Դուք այնտեղ կապրեք, մինչ այս գործընթացը կընթանա։ Ես չեմ կարող դա ընդունել։ Դուք կարող եք կընդունեք։ Գաբր։ Ելը նրբորեն սեղմեց նրա ձեռքը։ Դու իմ քույրն ես, Ելենա։ Կոստանյանների ընտանեկան կարողության կեսը քոնն է իրավունքով։ Մեր ծնողները ամեն ինչ հավասարապես բաժանել էին մեզ միջ։ Երբ ինձ էլ մահացած հայտարարեցին, ամեն ինչ անցավ խնամակալների մոտ, մինչև ինչ-որ մեկը կարողանար պահանջել։ Երբ ես վերադարձա, լիովին վերահսկողություն ստանձնեցի։ Բայց դա միշտ քոնն էլ էր։ Բացահայտումը Ելենային ցնցեց։ Ես գումար ունեմ։ Դու ավելին ունես, քան գումարը։ Դու ժառանգություն ունես։ Մեր ծնողները կայսրություն են կառուցել, որը շարունակում է աճել։ Հյուրանոցներ, տեխնոլոգիա, անշարժ գույք։ Դու այս ամենի համաժառանգորդն ես։ Նա չգիտեր, թե ինչպես մարսել տեղեկությունը։ Մի քանի ժամվա ընթացքում նա անրեսուրս կախված կնոջից դարձել էր կարողության ժառանգորդ։ Դա չափազանց անիրական էր։ Ես ոչինչ չգիտեմ բիզնեսի մասին։ Նա խոստովանեց։ Ես հազիվ էի ավարտել ճարտարապետական քոլեջը, մինչ Ֆիլիպը ինձ համոզեց դադարեցնել աշխատանքը։ Դու կարող ես սովորել։ Գաբրիելը խրախուսեց։ Կամ կարող ես ոչինչ չանել բիզնեսի հետ կապված պարզապես ապրել քո կյանք։ Գումարը քոնն է, անկախ նրանից, թե ինչ կընտրես անել դրանով։ Նա վեր կացավ գնաց պատուհանին, նայելով դրսի նավահանգստին։ Երբ ես քեզ գտա, հասկացա, թե ինչ իրավիճակում էիր, ես զայրացա։ Զայրացա ինքս ինձ վրա, որ ավելի շուտ չհասա, զայրացա Ֆիլիպի վրա, որ օգտվեց քեզնից, զայրացա մի համակարգի վրա, որը թույլ տվեց, որ դու այդքան խոցելի մնաս։ Դու եկար, երբ ես ամենաշատն ունեի քո կարիքը։ Ելենան ասաց։ Դա ճիշտ պահն էր։ Նա շրջվեց դեպի նա։ Վաղը իմ փաստաբանները կհանդիպեն ձեզ հետ։ Նրանք կբացատրեն ձեր իրավունքները, ամուսնալուծության տարբերակները, ինչպես հաստատել խնամակալությունը սահմանափակող հրամանը։ Ես նա ունեմ մասնավոր բժիշկ, երկրի լավագույն մանկաբարձներից մեկը, ով այսուհետ կհետի ձեզ երեխային։ Գաբրիել, սա չափազանց շատ է։ Չէ։ Դա նվազագույնն է, ինչ կարող եմ անել։ Դրան թակոցը ընդհատեց զրույցը։ Կոստյումով մի երիտասարդ մտավ, ձեռքին թղթապանակ։
պարոն Կոստանյան, ներողություն ընդհատելու համար։ Ես բերեցի ձեր խնդրած փաստաթղթերը։ Շնորհակալություն, Ֆերնանդո։ Գաբրիելը վերցրեց թղթապանակը, բաց թողեց օգնա կանին։ Նա շրջվեց դեպի Ելենան։ Սրանք նախնական փաստաթղթեր են։ Այսօր ոչինչ ստորագրելու կարիք չկա։ Ես պարզապես ուզում եմ, որ դուք տեսնեք, թե ինչ եմ առաջարկում։ Նա բացեց թղթապանակը, սկսեց ցույց տալ։ Սեփականության փոխանցման փաստաթղթեր, նրա անունով բացված բանկային հաշիվներ, ժամանակավոր խնամակալության համաձայնագրեր։ Այս ամենը մի քանի ժամվա ընթացքում։ Ելենան տպավորված էր։ Ես շատ արդյունավետ թիմ ունեմ։ Եվ երբ խոսքը վերաբերում է իմ քրոջը պաշտպանելուն, արագության սահման չկա, որով կարող ենք աշխատել։ Ելենան թերթեց փաստաթղթերը, տեսնելով այնպիսի գումարներ, որոնք նրան գլխապտույտ էին առաջացնում։ Իր սեփական բանկային հաշիվը, արդեն բավականաչափ գումարով, որպեսզի կյանքի մնացած մասը հարմարավետ ապրի։ Անշարժ գույք իր անունով։ Ընկերությունների բաժնետոմսեր։ Չգիտեմ, թե ինչ ասել։ Պետք չէ ոչինչ ասել։ Գաբրիելը նորից նստեց նրա կողքին։ Պարզապես պետք է կենտրոնանաք ապաքինվելու վրա։ Դուք այս գիշեր ցնցող բան եք ապրել, ամիսներ, գուցե տարիներ շարունակ շարունակական ցնցումներ եք ապրել։ Ապաքինվելու համար ժամանակ կպահան։ Ջվի։ Գաբրիելի խոսքերը խորը արձագանքեցին։ Ապաքինվել։ Նա նույնիսկ չէր հասկացել, թե որքան էր կոտրված, մինչ որ ինչ-որ մեկը վերականգնման հնարավորություն առաջարկեց։ Ես վախենում եմ։ Նա ցածր ձայնով խոստովանեց։ Վախենում եմ, որ Ֆիլիպը ինչ-որ բան կփորձի։ Նա հեշտությամբ չի ընդունի սա։ Նա ընտրություն չի ունենա։ Գաբրիելը խոստացավ։ Այսուհետ դուք անվտանգության թիմ ունեք։ Նրանք զուսպ կերպով ներկա կլինեն ամենուր, ուր դուք կգնաք։ Ֆիլիպը չի կարողանա մոտենալ ձեզ։ Իսկ եթե նա փորձի օգտագործել երեխային, փորձի պայքարել խնամակալության համար, այն ապացույցներով, որոնք մենք ունենք, ոչ մի դատավոր խնամակալություն չի տա մի տղամարդու, ով հանրության առաջ բռնություն է գործել հղի մոր վրա։ Գաբրիելը կատեգորիկ էր։ Բացի այդ, ես ունեմ երկրի լավագույն ընտանեկան փաստաբանները։ Նրանք թույլ չեն տա, որ նա ձեզ որևէ կերպ վնասի։ Ելենան գլխով արեց, սկսելով հավատալ, որ գուցե, պարզապես գուցե, ինքն իսկապես կարող է ապահով լինել։ Կարող եմ մի բան հարցնել։ Նա ասաց մի պահից հետո։ Ցանկացած բան։ Ինչու այդքան սպասել։ Եթե 6 ամիս դիտո։ Ում էիր ինձ, ինչու ավելի շուտ չբացահայտվեցիր։ Ինչու սպասել մինչ այս գիշեր։ Գաբրիելը խորը հառաչեց։ Որովհետև ես ուզում էի բացարձակապես համոզված լինել։ Ես ուզում էի անհերքելի ապացույցներ ունենալ, եթե Ֆիլիպը փորձեր իրավիճակը քո դեմ շրջել։ Եթե ես ավելի շուտ հայտնվեի, նա կարող էր պնդել, որ ես քեզ շահարկում էի, փորձում էի գողանալ քո ժառանգությունը, ցանկացած թվով ստեր։ Նա դադար տվեց։ Բայց հիմնականում ես հույս ունեի, որ դու նախ կգտնես քո սեփական ուժը։ Որ դու կհասնես այն կետին, որ ինքնուրույն կասես նրան ոչ։ Իսկ եթե ես երբեք չհասնեի այդ կետին, ապա ես ամեն դեպքում կմիջամտեի։ Բայց ես հավատում էի քեզ։ Հավատում էի, որ այն քույրը, որին հիշում էի, այն քաջ աղջիկը, ով այգում խաղում էր, չնայած մեղուներին, դեռ քո մեջ էր։ Պարզապես հնարավորություն էր պետք դուրս գալու համար։ Ես ոչ ասացի։ Ելենան շշնջաց, գրեթե զարմացած ինքն իր վրա։ Երբ նա փորձեց ինձ ստիպել նրա հետ հեռանալ, ես ոչ ասացի։ Եվ դա ամենաքաջարի պահն էր, որին ես ականատես եմ եղել երկար ժամանակ անց։ Գաբրիելը ասաց անկեղծ հպարտությամբ։ Նրանք ս1 ժամ զրուցեցին, Գաբրիելը կիսվելով իր վերականգնման մանրամասներով վթարից հետո, թերապիայի տարիներով, իր հիշողությունները վերականգնելու համար, ընտանեկան բիզնեսի վերահսկողությունը ստանձնելու ճանապարհով։ Ելենան կիսվեց իր սեփական փորձառություններով մանկատանը, ժամանակավոր որդեգրող ընտանիքների, առանց ընտանիքի մեծանալու միայնության մասին։ Ի վերջո, հոգնածությունը սկսեց հաղթել։ Ելենան հորանջեց, աչքերը ծանրացան։ Դու պետք է հանգստանաս։ Գաբրիելը վեր կացավ։ Ես քեզ հիմա կտանեմ առանձնատուն։ Ամեն ինչ արդեն պատրաստ է քեզ համար։
Իմ իրերը։ Բոլորն այն տանն են, որը ես կիսում եմ Ֆիլիպի հետ։ Ես արդեն հոգացել եմ դրա մասին։ Գաբրիելն ասաց. Ես թիմ եմ ուղարկել հավաքելու ձեր հագուստները անձնական իրերը։ Նրանք ամեն ինչ կհասցնեն առանձնատուն վաղը։ Եվ եթե կա մի բան, որն այլս չեք ուզում, կարող ենք նորը գնել։ Ելենան թույլ տվեց նրան օգնել իրեն վեր կենալ։ Միասին նրանք լքեցին գրասենյակը, դուրս եկան ակումբի հետնամասից, խուսափելով այն հյուրերից, ովքեր դեռ գլխավոր սրահում էին, մարսելով գիշերվա իրադարձու թյունները։ Շքեղ մեքենա էր սպասում մասնավոր ելքի մոտ։ Գաբրիելը բացեց դուռը նրա համար, Ելենան նստեց ամենահարմարավետ մեքենան, որում երբե եղել էր։ Նա մտավ մյուս կողմից, վարորդը նրբորեն շարժվեց։ Մինչ նրանք սանի փողոցներով ընթանում էին դեպի Երան, Ելենան նայում էր պատուհանից, տեսնելով անցնող քաղաքը։ Յուրաքանչյուր կիլոմետր նրան հեռացնում էր Ֆիլիպից, այն կյանքից, որը նա ճանաչում էր, իրենից այն տարբերակից, որը ծեծվել նսեմացվել էր մինչ գրեթե անհետանալը։ Եվ յուրաքանչյուր կիլոմետր նրան մոտեցնում էր նոր կյանքին, մի կյանքի, որտեղ նա ընտրություն կունենար, որտեղ ընտանիք կունենար, որտեղ կարող էր իր երեխային մեծացնել անվտանգության սիրո մեջ։ Ամեն ինչ լավ կլինի։ Գաբրիելը նրբորեն ասաց նրա կողքին. Խոստանում եմ, որ ամեն ինչ լավ կլինի։ 3 ամիս անցավ Սանի յախտա ակումբում տեղի ունեցած այդ գիշերվանից։ Ելենան նստած էր Ավան թաղամասի առանձնատան այգում, ձեռքերը դրած փորի վրա, որն այժմ լիովին կլորացել էր հղիության 9-րդ ամսում։ Կեսօրվա արը ծառերի միջով էր անցնում, լույսի ստվերի նախշեր ստեղծել։ Ով կատարելապես խնամված մարգագետնի վրա։ Նրա շուրջ բոլորը այգին ծաղկում էր բոլոր գույների վարդերով։ Գաբրիելը հրամայել էր հատուկ նրա համար տնկել, իր մանկության այգու վերստեղծում։ Նույնիսկ նոր ծառի տուն կար, կառուցված ժամանակակից անվտանգությամբ, բայց պահպանելով այն հմայքը, որը նա ստեղծել էր այդքան տարիներ առաջ։ Ամուսնալուծությունը ավարտվել էր 2 շաբաթ առաջ։ Ինչպես Գաբրիելը կանխատեսել էր, Ֆիլիպը ստիպված էր ընդունել պայմանները։ Ապացույցները ճնշող էին, նրա սեփական փաստաբանները խորհուրդ էին տվել չպայքարել։ Նա կորցրեց ծնողական բոլոր իրավունքները դատարանի կողմից հրամայված հոգեբանական գնահատումից հետո, որը որոշեց, որ նրա վարքագիծը վտանգ է ներկայացնում երեխայի համար։ Ելենան դեռ հիշում էր վերջնական լսումների օրը։ Ֆիլիպը հայտնվել էր թանկարժեք փաստաբանների թիմով, բայց նրանց ասած ոչինչ չէր կարող հակասել տեսանյութերին, վկայություններին, բժշկական գրառումներին, որոնք ցույց էին տալիս նրա թերսնվածության սթրեսի վիճակը ամուսնության ընթացքում։ Դատավորը պարզ ուղղակի էր իր որոշման մեջ։ Հիմա Ելենան ազատ էր։ Ամբողջովին ազատ։ Մտածկա՞։ Գաբրիելի ձայնը նրան դուրս բերեց մտքերից։ Նա մոտեցավ 2 բաժակ բնական հյութով։ Պարզապես մտածում եմ։ Նա ժպիտով ընդունեց բաժակը։ Այն մասին, թե որքան կարող է կյանքը փոխվել այդքան կարճ ժամանակահատվածում։ Հուսով եմ, դեպի լավը։ Նա նստեց նրա կողքին այգու նստարանին։ Անպայման դեպի լավը։ Ելենան շուրջ բոլորը նայեց այգուն, իրենց հետի առանձնատանը, այն խաղաղությանը, որը վերջապես գտել էր։ Երբեմն դեռ չեմ հավատում, որ այս ամենը իրական է։ Դա շատ իրական է։ Եվ դու արժանի ես դրա յուրաքանչյուր կտորին։ Վերջին 3 ամիսները փոխակերպող էին։ Բացի ամուսնալուծությունից, Ելենան սկսել էր ինտենսիվ թերապիա, տարիների էմոցիոնալ բռնությունը մարսելու համար։ Նա սննդաբան ուներ, ով օգնում էր նրան վերականգնել առողջությունը, հղիների համար մասնագիտացված անձնական մարզիչ, ով նրան անվտանգ ակտիվ էր պահում, մանկաբարձ, ով վերահսկում էր նրա հղիության յուրաքանչյուր ասպեկտ։ Բայց ամենակարևորը, մասնագիտական աջակցությունից ավելի կարևորը, Գաբրիելին իր կյանք վերադարձնելն էր։ Նրանք ամեն երեկո միասին ճաշում էին, երբ նա գործուղման չէր։ Ժամեր շարունակ զրուցում էին, վերականգնելով կորցրած տարիները, ստեղծելով նոր հիշողություններ։ Ելենան նա սկսել էր ուսումնասիրել իր ժառանգությունը։ Ընտանիքի բիզնես մենեջերների զգույշ ուղղորդությամբ նա սովորում էր Կոստանյանների տարբեր ձեռնարկությունների մասին։ Նա հայտնաբերել էր, որ ներքին դիզայնի տաղանդ ունի, սկսել էր աշխատել ընկերության հյուրանոցային բաժնի հետ, օգնելով վերադիզայնավորել նրանց որոշ տարածքներ։ Առաջին անգամ տարիների ընթացքում նա իրեն օգտակար, արժեքավոր, կենդանի էր զգում։ Ինչպե՞ս եք զգում։ Գաբրիելը հարցրեց, նկատելով, թե ինչպես է նա հարմարեցնում իր դիրքը նստարանին։
Անհանգիստ։ Երեխան կարող է ցանկացած պահի ծնվել։ Ելենան խոստովանեց։ Եվ մի փոքր վախեցած, եթե անկեղծ լինեմ։ Բնական է վախենալը։ Դուք մայր եք դառնալու։ Բայց դուք մենակ չեք լինի։ Ես այստեղ կլինեմ ճանապարհի յուրաքանչյուր քայլի համար։ Ես գիտեմ։ Եվ դա ինձ համար ամեն ինչ է նշանակում։ Մտածել եք անունների մասին։ Եթե աղջիկ լինի, ուզում եմ նրան Ռոզա անվանել։ Ինչպես մայրիկի այգու ծաղիկ։ Ները։ Ելենան նրբորեն ժպտաց։ Եվ եթե տղա լինի, Գաբրիել։ Ինչպես եղբայրը, ով վերադարձավ ինձ փրկելու։ Գաբրիելը կոկորդում մի հանգույց զգաց։ Դա պատիվ կլինի։ Նրանք մի քանի րոպե հանգիստ լռեցին, պարզապես վայելելով պահը։ Վերջապես Ելենան կոտրեց լռությունը։ Գիտեք, թե ինչն է ամենատարօրինակը։ Նա ասաց. Ես չեմ զգում զայրույթ Ֆիլիպի նկատմամբ։ Պետք է զգայի այն ամենից հետո, ինչ նա արեց։ Բայց այն ամենը, ինչ զգում եմ, թեթությունն է, որ դուրս եկա, երախտագիտություն, որ հայտնվեցիր, երբ հայտնվեցիր։ Դու ավելի ուժեղ ես, քան կարծում ես։ Գաբրիելը նկատեց. Ներելը չի նշանակում մոռանալ կամ արդարացնել։ Դա պարզապես նշանակում է, որ դու թույլ չես տա, որ նրա զայրույթը քեզ թունավորի։ Իմ թերապևտը նման բան է ասում։ Նա իմաստուն է։ Նրանք միասին ծիծաղեցին, Ելենան հասկացավ, թե որքան էր սիրում այդ պարզ պահերը։ Նրան պետք չէին շքեղ երեկույթներ կամ սոցիալական միջոցառումներ։ Այն ամենը, ինչ նրան պետք էր, այս խաղաղություններ, այս անվտանգությունը, այս ընտանիքը։ Մեկ շաբաթ անց, առավոտյան ժամը 3-ին, Ելենան արթնացավ կծկումն։ Երից։ Գաբրիելն անմիջապես զգոն էր, իր սենյակում ահազանգեր էր տեղադրել նրա սենյակից եկող ցանկացած ձայնի համար։ Րոպեների ընթացքում նրանք մեքենայում էին Երանի լավագույն մասնավոր հիվանդանոցի ճանապարհին։ Ծննդաբերությունը դեց 8 ժամ։ Գաբրիելն ամբողջ ժամանակ սպասասրահում էր, հրաժարվելով դուրս գալ նույնիսկ ուտելու համար։ Երբ վերջապես բուժքույրը ժպիտով դուրս եկավ, հայտարարելով, որ առողջ աղջիկ է ծնվել, նա զգաց, թե ինչպես են թեթության ուրախության արցունքները հոսում իր դեմքով։ Կարող եք հիմա տեսնել նրան։ Բուժքույրը նրան տարավ սենյակ։ Ելենան հոգնած էր, բայց շողշողուն, բռնելով վարդագույն ծածկոցներով փոքրիկ փաթեթ։ Երբ տեսավ Գաբրիելին, նրա աչքերը լցվեցին երջանկության արցունքներով։ Ծանոթացեք Ռոզային։ Նա շշնջաց, երեխային շրջելով, որպեսզի նա ավելի լավ տեսնի։ Գաբրիելը հարգանքով մոտեցավ։ Փոքրիկ Ռոզան ուներ մեծ հետաքրքրասեր աչքեր, փոքրիկ սեղմված բռունցքներ, վճռականության արտահայտություն, որն արդեն հիշեցնում էր իր մորը։ Նա կատարյալ է։ Նա ասաց խեղդված ձայնով։ Ուզում եք բռնել նրան։ Ծայրահեղ զգ։ Ուշությամբ Գաբրիելը վերցրեց իր զարմուհուն գրկում։ Ռոզան փաթաթվեց նրա վրա, Գաբրիելը զգաց, թե ինչպես է իր սիրտը լիովին հալվում։ Բարի գալուստ աշխարհ, փոքրիկ Ռոզա։ Նա շշնջաց. Խոստանում եմ, որ դու կմեծանաս սիրով շրջապատված։ Երբեք չես իմանա այն ցավը, որին բախվել է քո մայրը։ Ես դրան կհամոզվեմ։ Ելենան դիտում էր տեսարանը երջանկության արցունքներով։ Սա էր իր ընտանիքը։ Կոտրված անսպասելի ձերով վերամիավորված, բայց ընտանիք այնուամենայնիվ։ Եվ դա այն ամենն էր, ինչ նա միշտ ուզել էր։ Հաջորդ ամիսները անքուն գիշերների, առաջին ծիծաղների, առաջին ատամների մրրիկ էին։ Գաբրիելը նվիրված հորեղբայր էր, հաճախ արթնանալով Ելենայի հետ գիշերային կերակրումների համար, պարզապես ընկերակցելու։ Նա մասնագիտացված դայակների թիմ էր վարձել, բայց Ելենան հայտնաբերեց, որ ինքը սիրում է խնամել Ռոզային։ Ռոզայի մեծանալու հետ մեկտեղ մեծանում էր նա Ելենան։ Նրա վստահությունը աստիճանաբար վերադարձավ։ Նա նորից անկեղծորեն ժպտում էր, անվերապահորեն ծիծաղում, որոշումներ էր կայացնում իր սեփական կյանքի վերաբերյալ, առանց հետանքների վախի։ Ռոզայի ծնվելուց 6 ամիս անց Ելենան իր գրասենյակում էր Կոստանյան ձեռնարկությունների կենտրոնակայանում։ Գաբրիելը պնդել էր, որ նա այնտեղ տարածք ունենա, նույնիսկ եթե շաբաթական ընդամենը մի քանի ժամ աշխատեր։ Պատերը զարդարված էին իր սեփական դիզայնի նախագծերով, իսկ սեղանը ծածկված էր գործվածքների նմուշներով ընտանիքի հաջորդ հյուրանոցի վերանորոգման էսքիզներով։ Դռան թակոցը նրան վերադարձրեց ներկա պահին։
Գաբրիելը մտավ, տանելով Ռոզային, ով հիմա 6 ամսական էր լի էր էներգիայով։ Ինչ-որ մեկը կարոտել էր մայրիկին։ Նա ասաց, երեխային փոխանցելով Ելենային։ Ռոզան ուրախության ճիչեր արձակեց, փոքրիկ ձեռքերով ձգվելով մոր դեմքին։ Ելենան համբուրեց նրա ճակատը, ներշնչելով երեխայի այն բույրը, որը նա այդքան սիրում էր։ Ինչպես անցավ հանդիպումը։ Նա հարցրեց Գաբրիելին։ Արդյունավետ։ Մենք կարողացանք կնքել Դիլիջանի ընդլայնման համաձայնագիրը։ Նա նստեց նրա սեղանի դիմացի աթոռին։ Իսկ դու… Ինչպես է ընթանում Ծաղկաձորի հյուրանոցի նախագիծը։ Ես վերջնական մանրամասներն եմ ավարտում։ Կարծում եմ, ձեզ դուր կգա։ Ելենան շրջեց նոութ ուքը, ցույց տալու 3 չափանի պատկերները։ Լողափային թեմա, բայց նրբաճաշակ։ Բնական գույներ, շատ լույս, հոսող տարածքներ։ Գաբրիելը ուշադիր ուսումնասիրեց պատկերները։ Հիանալի է, Ելենա։ Իրականում հիանալի։ Դուք իրական տաղանդ ունեք դրա համար։ Գովեստը նրան ներսից ջերմացրեց։ Դա նման չէր, երբ Ֆիլիպը նրան էր գովաբանում, միշտ երկրորդ մտադրություններով կամ պայմաններով։ Գաբրիելն անկեղծ էր։ Ես մտածում էի։ Ելենան ասաց, Ռոզային հարմարեցնելով իր գրկում։ Գուցե ժամանակն է սկսել ավելի շատ հայտնվել ընկերության միջոցառումներում։ Հանրայնորեն ներկայացնել Կոստանյանների ընտանիքը։ Վստահ եք։ Գիտեմ, որ ամուսնալուծությունից հետո խուսափել եք ուշադրությունից։ Կարծում եմ, պատրաստ եմ։ Ես չեմ կարող հավերժ թաքնվել։ Եվ ուզում եմ, որ Ռոզան մեծանա, մորը տեսնելով որպես ուժեղ մարդու, մեկի, ով չի վախենում։ Գաբրիելը հպարտ ժպտաց։ Մայրիկն ու հայրիկը այդքան հպարտ կլինեին քեզնով։ Հուսով եմ, այո։ Ելենան նայեց իր սեղանին դրված շրջանակված լուսանկարին։ Դա իր ծնողների մի քանի լուսանկարներից մեկն էր, վերականգնված ընտանիքի արխիվներից։ Նրանք երջանիկ էին թվում, բռնելով 2 երեխաների։ Ելենան ճանաչում էր ինքն իրեն Գաբրիելին։ Ես ձեզ համար մի բան ունեմ։ Գաբրիելը ծրար հանեց կոստյումի ներքին գրպանից։ Այսօր է եկել։ Ելենան մի ձեռքով վերցրեց ծրարը, մյուսով հավասարակշռելով Ռոզային։ Ներսում հրավեր կար։ Կանանց նկատմամբ բռնության զոհերին աջակցող կազմակերպության բարեգործական միջոցառման համար։ Նրանք ուզում են, որ ես խոսեմ։ Նա զարմացած հարցրեց։ Հարցրեցին, արդյոք կցանկանայիք կիսվել ձեր պատմությամբ։ Գաբրիելը բացատրեց։ Բայց լիովին հասկանում եմ, եթե չեք ուզում։ Ճնշում չկա։ Ելենան մի պահ մտածեց։ Ամիսներ առաջ այդ գաղափարն անհնար կլիներ։ Բայց հիմա, Ռոզային գրկած իմանալով, որ իր պատմությունը կարող է օգնել նմանատիպ իրավիճակներում գտնվող այլ կանանց, նա զգաց, որ գուցե ճիշտ ժամանակն է։ Ես դա կանեմ։ Նա որոշեց։ Ես կխոսեմ։ Եվ հենց դա արեց։ 3 շաբաթ անց Ելենան բեմում էր հարյուրավոր մարդկանց առաջ, պատմելով իր պատմությունը։ Նա խոսեց նուրբ բռնության, մեկուսացման, այն մասին, թե ինչպես էր գրեթե կորցրել ինքն իրեն։ Բայց նա խոսեց քաջություն գտնելու, իրեն աջակցող ընտանիք ունենալու, իր կյանքը վերակառուցելու մասին։ Երբ նա ավարտեց, սենյակը պայթեց ծափահարություններից։ Կանայք մոտեցան նրան հետո, լացելով, շնորհակալություն հայտնելով, ասելով, որ իրենց տեսնում են նրա պատմության մեջ։ Ելենան հասկացավ, որ իր ցավը, այդքան երկար մասնավոր, այժմ կարող է ավելի մեծ նպատակի ծառայել։ Ամիսները վերածվեցին 1 տարվա։ Ռոզան անում էր իր առաջին քայլերը, ասելով իր առաջին բառերը։ Ելենան բարգավաճում էր իր աշխատանքում, նրա դիզայները ճանաչում էին ստանում արդյունաբերության մեջ։ Գաբրիելը շարունակում էր մնալ նրա ժայռը, նրա անվերապահ աջակցությունը, նրա սիրելի եղբայրը։ Մի կիրակի կեսօր բոլորը նորից այգում էին։ Ելենան Ռոզային ճոճում էր ճոճանակի վրա, որը Գաբրիելը տեղադրել էր, լսելով աղջկա հաճելի ծիծաղները։ Գաբրիելը խորոված էր անում մի հմտություն, որը նա վերջերս էր սովորել, որին շատ լուրջ էր վերաբերվում։ Կատարյալ է, այնպես չէ՞։ Ելենան ասաց, երբ նա մոտեցավ նրան կիտրոնադով։ Ինչը։ Այս պահը։ Այս կյանքը։ Նա շուրջ բոլորը նայեց, կլանելով ամեն ինչ։ 1.5 տա։
Լի առաջ ես բռնված էի, վախեցած, կարծելով, որ երբեք ելք չեմ ունենա։ Եվ հիմա նայեք մեզ։ Դու պայքարեցիր այն բանի համար, ինչին արժանի էիր։ Գաբրիելը նրբորեն ուղեց։ Ես պարզապես օգնեցի բացել որոշ դռներ։ Դու շատ ավելին արեցիր, քան դա։ Դու ինձ վերադարձրիր իմ կյանքը։ Ինձ վերադարձրիր իմ ընտանիքը։ Ռոզան բղավեց, խնդրելով ավելի բարձր ճոճել, երկուսն էլ ծիծաղեցին։ Իսկ հիմա։ Գաբրիելը հարցրեց. Որոնք են ձեր երազանքները ապագայի համար։ Ելենան մի պահ մտածեց։ Ես ուզում եմ ընդլայնել իմ աշխատանքը կանանց նկատմամբ բռնության զոհերի հետ։ Գուցե հիմնադրամ ստեղծել, օգտագործելով ընտանիքի ռեսուրսները, իրական փոփոխություն կատարելու համար։ Ես ուզում եմ, որ Ռոզան մեծանա, իմանալով, որ նա կարող է լինել այն ամենը, ինչ ուզում է լինել։ Եվ ես ուզում եմ շարունակել ապաքինվել, աճել, ապրել։ Դրանք գեղեցիկ երազանքներ են։ Եվ ես կօգնեմ ձեզ իրականացնել դրանցից յուրաքանչյուրը։ Մինչ արը սկսում էր մայր մտնել, երկինքը նարնջագույն վարդագույն երանգներով ներկելով, Ելենան խորը խաղաղություն զգաց իր սրտում։ Դրան հասնելու ճանապարհը ցա։ Ոտեր, նշանավորված ցնցումներով, կորուստներով։ Բայց դա նա հայտնագործության ուժի, վերագտնված սիրո ճանապարհ էր։ Նա այլս ակումբում այդ գիշերվա վախեցած կինը չէր։ Նա Ելենա Կոստանյանն էր, փրկված, մայր, գործարար, ակտիվիստ։ Նա սիրելի քույր էր, հպարտ հորաքույր։ Նա այն ամենն էր, ինչ միշտ պետք է լիներ, ազատ լինելու ինքն իրեն, առանց վախի կամ սահմանափակումների։ Եվ իր չափահաս կյանքում առաջին անգամ Ելենան նայեց ապագային ոչ թե վախով, այլ հույսով ակնկալիքով։ Որովհետև նա գիտեր, առանց կասկածի, որ ինչ էլ որ լինի, նա ուներ ուժը դրան դիմակայելու։ Եվ այլս երբեք մենակ չէր լինի։ Սիրելի ունկնդիրներ, հուսով ենք, որ Ելենայի Գաբրիելի պատմությունը շոշափել է ձեր սրտերը։ Այս հաղթահարման վերամիավորման պատմությունը հիշեցնում է մեզ, որ նույնիսկ ամենամութ պահերին միշտ կա նոր սկզբի հույս։ Ելենան գտավ իր ձայնը, իր ուժը, ցույց տալով, որ երբեք ուշ չէ վերաշարադրելու մեր սեփական պատմությունը։ Եթե այս հուզիչ ճանապարհորդությունը ձեզ ոգեշնչեց, խնդրում ենք բաժանորդագրվել մեր ալիքին, որպեսզի բաց չթողնեք հաջորդ պատմությունները, որոնք մենք ամեն օր ենք ներկայացնում։ Թողեք ձեր հավանումը, եթե Ելենայի փոխակերպումը ձեզ ինչ-որ կերպ ոգեշնչեց, ներքում մեկնաբանեք, կիսվելով ձեր մտորումներով։ Պատմության ո՞ր մասը շոշափեց ձեր սիրտը ամենաշատը։ Դուք ճանաչո՞ւմ եք մեկին, ով պետք է լսի հույսի նման ուղերձ։ Մենք ունենք հատուկ երկացանք, նույնքան գրավիչ պատմություններով, որոնք սպասում են ձեզ։ Յուրաքանչյուր պատմություն, որը մենք կիսում ենք, ուսումնասիրում է կյանքի, մարդկային հարաբերությունների բարդությունը, այն կարողությունը, որը մենք բոլորս ունենք ինքներս մեզ վերակերտելու համար։ Ձեր մասնակցությունը մեկնաբանություններում ստեղծում է աջակցության մտորումների համայնք, որը օգուտ է բերում բոլորին։ Միացեք մեզ պատմությունների այս ճանապարհորդությանը, որոնք փոխակերպում են, ոգեշնչում, ստիպում մեզ մտածել մեր սեփական կյանքի մասին։ Մինչ հաջորդ պատմությունը։